Ինչ անենք, ասենք էլ ոչ մի ծնող առողջական չունի, առողջություն չունի։ Ծնողներ կան մահացել են։ Ինչ անենք, լռենք, ինչին հանուն ինչի լռենք։ Մենք էլ ենք չէ՞ մի օր գնալու երկինք։ Ինչ անենք, նստենք հանգիստ, սպասենք, տենակ ինչքան է խապում, ինչքան ձգին ժամանակ։ Սենց չի կարա շարունակվի։ Դրա համար մեր կոշնա, մեր ծնողներ կան, շատ մարդիկ կան, ի վիճակի չեն, առողջություն չունեն, որ այսօր գան ներկա գտնեն, շատ մարդ կա, ցանկանում է գա։ Բայց հոգնել է այս ազգը ստից, ասում են հա գնանք, գանք, ասում են ի վիճակի չեն։ Շատ մարդիկ կան պատրաստվում են այսօրվա այդ նույն դատավարությանը, որը պետք է լինի մեր երեխեքին տարած թուրքի բերան տված անհիմն։ Թուրքի բերան տված այդ սպայի դատավարությունը, ով այն դատում սովորական փոքր սպաներ, ոչ լուրջ ղեկավար անձիկ, ովքեր որ ասենք մարտը վարել են, մարտը կազմակերպել են, հրահանգները տվել են։ Մենք էլ Արցախում ենք եղել, նույն ձև է, ասենք մեր երեխուց 3 կիլոմետր ենք հեռու եղել։ Բայց ասենք ես չեմ եղել, ասենք որպես զինվորական, ես որպես հոպար, որպես իմ այրան կանչով ես գնացել եմ Արցախ, մեր երեխու հետևից, բայց ես բայվիկ չէի։ Չի կարա չտա։ Եթե մենք Հայաստանի Հանրապետություն ունենք, Թուրքիայի վիլայեթում չենք, ուրեմն պետք է տա։ Ուրեմն մարդիկ պետք է հասկանան, հա գրառումով ուղարկում ես, բայց այդ թուղթը երբ պատասխան կունենա։ Ինչ կան, եթե ոչ մեկս չեն կարող ասենք, ավելի լավ չի մենք մեր ձանը բարձրացնենք, ինչքան է որ ձայնի ազատությունը։ Հիմա կտենակ, այս եթերից հետո, եթե Արզենին կարծակեն, մինչև երեկո դատ կնշանակեն, թեկուզ տնային կալանք կտան, դուք հասկանում եք Արսենի մայրիկի կարգավիճակը։ Կորցրել է որդուն, կորցրել է թոռանը, չգիտի ինչ կարգավիճակում է, X-ը անհայտը ամենավատ կարգավիճակն է։ Մենք էլի երրաբլուրում տեղ ունենք, ես գիշերը ամեն գիշեր եմ գնում։ Էլի գնում խնկարկում ես դուք ես մեղավոր զգալով։ Հիմա Արսենը ոնց կարա այդ իր աղբոր Շիրիմին խնկարկի, երբ որ ինքը ասենք չի կարում այսքան պայքարից հետո ինչ որ մի փոքր լուր ունենա։ Ինձ եթե կարաք բացատրեք, ասեմ հա, ասենք մենք այս ակցիան կազմակերպել ենք դրա համար, որպեսզի հանրությունը հասկանա, որ Արսեն Ղուկասյանը հանցագործ չի։ Արսեն Ղուկասյանը պայքարում է իր նահատակ եղբոր որդու համար։ Արսեն Ղուկասյանը որ պաշտոն ա ուզում, ոչ փող ա ուզում։ Շատ մարդիկ կա որ ցեխ են շպրտում, ֆեյք սայթեր հովանավորները թուրքեր են, ովքեր որ միշտ ուզում են այս սուրբ պայքարը, էլ Նիկոլին չի վրով անցնի։ Եկեղեցու վրով անցավ, ինչքան կալանավորներ ունենք։ Ես մեր բոլոր կալանավորներին ողջունում եմ։ Համբերեք ընկերներ ջան, մի քիչ համբերեք, մինչև հասկանանք։ Եթե մեր ձենը տեղ կհասնի, եթե թասիբ, նամուս մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, ուրեմն այսօր Արսենի հետ կապված դատական վճիռ կփոխվի։ Իրականում այդ մարդու եթե լռեցում չի խոսք, եթե այդ մարդու առողջական վիճակը տեղին չի, ասենք բոլոր կետերով բռնում է որ այդ մարդը չի կարա կալանք կրի։ Էլ ինչ հիմքով են նստացնում։ Մի բան էլ ասեմ, եթե Աստված չանի մի բան եղավ Արսենին, դրա պատասխանը ով է տալի, Մասիս Մելքոնյանը, ով է տալու, դատախազա տալու գլխավոր։ Մենք հասկանանք ով է տալու։ Մենք դրա համար ենք եկել, դրանք ումից ենք պահանջելու, թե Աստված չանի Արսենի հետ ինչ որ որևէ մի բան լինի, թող իմ լեզուն պահպանվի։ Իմ ասածս էդ է ժողովուրդ ջան, ծնողները չեն ուզում ոչ պաշտոն, իրական ծնողները, քծնվողները չէ։ Շատ մարդիկ կան, որ տակից քծնվում են, էլի հոգով սիրում են, իրանց երեխեքին ուրացել են ու ասել են կպել են այս պիղծ իշխանության, իշխանություն դուք պիղծ եք։ Այնքանով եք պիղծ, որ դուք երկու օրում չեք կարա որոշեք, ասենք ինչ եղավ պատերազմը, խի եղավ պատերազմը։ Պարզ տենում ենք։ Մի լուբոյ հայն հարցրեք։ Իրանք լավ են ապրում, ինչ խաղաղություն։